Բարև ձեզ, Վարշավայից իր աշխատանքն է շարունակում ՎՏՀ Հայաստան Նյուզը։ Հայաստանում եւ նրա սահմաններից դուրս իրավիճակը վերլուծում եւ ներկայացնում ենք եվրոպական տեսանկյունից։ Տաղավարում աշխատում է Ռազմիկ Մարտիրոսյանը։ Ռուսաստանի արտգործնախարար Լավրովին տխրեցնում է այն փաստը, որ նախընտրական քարոզարշավով պայմանավորված վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի կարողանա մասնակցել Եվրասիական տնտեսական միության առաջնորդների հանդիպմանը։ Ըստ նրա, հանդիպումը լավ հնարավորություն կլիներ քննարկելու օդում կախված հարցերը։ Նյու Դելիում BRICS-ի նախարարական հանդիպմանը Լավրովը նշել է, թե Եվրոպական միությունը փորձում է Հայաստանի ներքաշել իր ազդեցության դաշտ, ինչի հետևանքով Երևանը կարող է կորցնել Եվրասիական տնտեսական միությունում ունեցած բոլոր արտոնությունները։ Ըստ Լավրովի, Մոսկվան եւ Երևանն այժմ ունեն մտերիմ, բայց միևնույն ժամանակ բարդ հարաբերություններ։ Եվրոպական միությունը էլեկտրաէներգետիկայի շուկայի ազատականացման նպատակով Հայաստանին աջակցություն կտրամադրի բնական գազից կախվածությունը նվազեցնելու համար։ Նպատակն է էլեկտրաէներգետիկայի շուկայի ազատականացումը եւ վերականգնվող էներգետիկայի զարգացումը։ Նախագիծն ունի տարածաշրջանային ուղղվածություն, էներգետիկ կարգավորման առաջին տվյալների բազայի ստեղծում եւ ապագա էներգետիկ առաջնորդների վերապատրաստում։ Իմ գործընկեր Քրիստինե Ոսկանյանն է անդրադարձել թեմային։ Հայաստանի համար դեպի կանաչ էներգիա անցում նշանակում է ավելի քիչ կախվածություն արտաքին էներգակիրներից, ավելի շատ հույս սեփական արևի ու տեխնոլոգիայի վրա։ Որքանով է Հայաստանը պատրաստ ամբողջովին անցնել կանաչ էներգիային։ Մայիսի 5-ին այս տարվա Հայաստանում ստորագրվեց Հայաստան-Եվրամիություն հռչակագիրը, որը ունի 44 կետ։ 44 կետից էներգետիկային վերաբերվում է 18 կետերը եւ էլեկտրաէներգետիկային անմիջականորեն վերաբերվում է 18-րդ կետը, որտեղ խոսքը գնում է Հայաստանի ատոմային էներգետիկայի փակման մասին։ 17-րդ կետում խոսքը գնում է Հայաստանի էներգետիկ ոլորտի դիվերսիֆիկացիայի մասին։ Այս հռչակագրում գազի մատակարարումների մասին կամ գազի գնի մասին որևիցե դրույթ չկա։ Սակայն հայտնի է, որ Եվրամիության դիրքորոշումը կայանում է այսպես կոչված Հայաստանի գազամատակարարման դիվերսիֆիկացիայի մեջ, դա նշանակում է, որ թույլատրել Հայաստանի կախվածությունը գազի ներկրումներից, հատկապես Ռուսաստանից։ Հիշեցնեմ, որ Հայաստանը իր բնական գազի 80%-ը ստանում է Ռուսաստանից, 20%-ը Իրանից։ Եթե այս ռազմավարությունը դիվերսիֆիկացիա կյանքի կոչվի, ապա Ռուսաստանը կարող է վերանայել իր մատակարարված գազի գինը։ Այս պայս մենք ստանում ենք մոտավորապես $165 1000 խորանարդ մետր գնով Հայաստան գազը։ Հայտնի է, որ եվրոպական շուկաներում այն մոտավորապես 3-ից 4 անգամ ավելի թանկ է, եւ Ռուսաստանը կարող է վերանայել բայց դա վատթարագույն սցենարի բaragայում։ Եվ հետեւաբար մոտավորապես 3 անգամ ավելի կծանրանա, այսպես ասած, Հայաստանի գազի սպառողների վիճակը, իսկ Հայաստանում գազը հիմնականում սպառում է բնակչությունը իր կոմունալ կարիքների համար, ինչպես նաև ջեռուցման համար։ Երկրորդ մեծ սպառողը դա արդյունաբերությունն է։ Դա նշանակում է, որ հիմնական հնարավոր հարվածները կկրի բնակչությունը եւ արդյունաբերությունը։ Միջպետական էներգետիկ կապերի զարգացումը հարևան երկրների հետ էլ ավելի կզարգացնի արևային էներգետիկայի համակարգը։ Այս առումով Հայաստանը ունի լուրջ առաջխաղացում։ 25 թվականին Լեհաստանում ֆոտովոլտային էլեկտրաէներգետիկայից արտադրվում էր էլեկտրական էներգիայի 9%, մինչդեռ Հայաստանում, փոքրիկ Հայաստանում արտադրվում է ֆոտովոլտայիկ արեգակնային էներգետիկայից ընդհանուր էլեկտրաէներգիայի 14%, մոտավորապես 2 անգամ ավելի շատ, քան Լեհաստանում։ Ուզում եմ ասեմ, որ ատոմային էներգետիկայի զարգացումը եւ միջպետական գծերի ուժեղացումը թույլ կտա Հայաստանում ել ավելի զարգացնել կանաչ, այսպես ասած, մաքուր էլեկտրական էներգիայի արտադրությունը։
Ըստ բանախոսի, որքան էլ անհրաժեշտ է հայացքն ուղղել դեպի կանաչ էներգիան, այս պահին գազի սպառումը համամասնության առումով մեզ համար կմնա անփոփոխ։ Քրիստինե Ոսկանյան, ՎՏ Հայաստան News։ Վրացական ԻՄԵԴ-ի, Ռուսթավի 2 եւ Post TV հեռուստաընկերությունները հայտնվել են արևմտյան սահմանափակումների տակ։ Բրիտանական պատժամիջոցներից հետո ԻՄԵԴ-ին նաեւ հայտնվել է Եվրոպական խորհրդարանի պատժամիջոցների ներքո։ Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին Եվրոպական խորհրդարանին մեղադրում է այն բանում, որ ԻՄԵԴ-ի հավատարմագրումը կասեցվել է առանց հիմքի։ Սակայն ինչպես պարզվում է, մինչ սահմանափակումների կիրառումը ԻՄԵԴ-ի հեռուստաընկերությունը, որն ըստ բրիտանական կողմի տարածում է ռուսական քարոզչություն, եւ ոչ միայն նրանք ստացել էին նախազգուշական նամակ։ ՎՏ Սակարտվելո Նյուզի մեր գործընկերները թեմայի վերաբերյալ զրուցել են Եվրոպական խորհրդարանի падգամավոր Քշիշտոֆ Բրեյզայի հետ, որը նշել է, որ Եվրոպական խորհրդարանը գործում է վարքականոնի եւ իր տարածքում գործող մեդիա կազմակերպությունների հավատարմագրման հստակ կանոնակարգի հիման վրա։ Եվրոպական խորհրդարանը նման քայլեր չի ձեռնարկում անխոհեմ կամ կամայական ձևով։ Մենք գործում ենք միայն բարոյական սկզբունքների եւ ժողովրդավարական չափանիշների խախտման հստակ եւ փաստագրված ապացույցների հիման վրա։ Այս քննադատական մեդիան լրացնելու մասին չէ։ Խոսքը ժողովրդավարական ինստիտուտների պաշտպանության մասին է համակարգված տեղեկատվական արշավներից եւ մանիպուլյացիաներից։ Խոսքը նաեւ այն մասին է, որ ավտորիտար շահերին ծառայող կառույցներն այլևս չկարողանան օգտագործել անկախ մեդիայի հասանելիությունը ժողովրդավարության դեմ քարոզչություն տարածելու համար։ Մենք տեսնում ենք, թե ինչ է տեղի ունենում անկախ մեդիայի հետ։ Տեսնում ենք նաև բանտարկված լրագրողներին։ Նախընտրական քարոզարշավին մասնակցող քաղաքական ուժերի ներկայացուցիչների հայտարարությունների, օգտագործվող PR տեխնոլոգիաների, նրանց կարգախոսների եւ նախընտրական մարտավարության մասին կզրուցենք Հայկական PR ասոցիացիայի նախագահ, բանասիրական գիտությունների դոկտոր Աստղիկ Ավետիսյանի հետ։ Բարև ձեզ Տիկին Ավետիսյան, շատ շնորհակալ եմ, որ ժամանակ գտաք մեզ հետ զրուցելու համար։ Տիկին Ավետիսյան, կիրառվող PR տեխնոլոգիաների առումով այս ընտրություններն ինչով են տարբերվում նախորդներից, քաղաքական ուժերը ինչ հնարքների են դիմում հանրության քվեն ստանալու համար։ Նախ պետք է ասենք, որ քաղաքական հաղորդակցության ամբողջ անատոմիան է փոխվել, որովհետև թվային տեխնոլոգիաները բերել են ալգորիթմներ, թվային տեխնոլոգիաները բերել են գործիքներ, որոնք հնարավորություն են տալիս այլ կերպ դիրքավորել եւ այլ կերպ տարածել տեղեկատվությունը։ Եվ այս առումով այս ընտրությունները հենց տարբերվում են դրանով, որ միայն հանրույթին ուղղված չէ եւ դեմ առ դեմ հանդիպումներ չեն, այլ սոցիալական մեդիան ամբողջությամբ իր վրա է վերցրել դերակատարումը, որովհետեւ կան ուժեղ եւ մեծ քաղաքական ուժեր եւ փոքր քաղաքական ուժեր, ունեն ֆինանսական ռեսուրսներ, որոշները չունեն այդ ֆինանսական ռեսուրսները եւ սոցիալական մեդիան հիմնականում դառնում է այն տիրույթը, որտեղ տեղեկատվությունը տարածվում է եւ որով փորձում են հասնել թիրախային լսարանին։ Քարոզարշավն ընթանում է մի պայմաններում, երբ ընտրություններին մասնակցող տարբեր ուժեր բավականին կոշտ ձևակերպումներով են համ միմյանց մասին արտահայտվում, դրանից անմասն չեն մնում նաև վարչապետի թեկնածուները, սա մարտավարական ինչ-որ հնարք է, հաշվի առնելով նաև հանրության շրջանում առկա տրամադրությունները, այսինքն PR-ի տեսանկյունից սա արդարացված է, եթե իհարկե չանդրադառնանք նրան, որ գուցե քաղաքական խոսույթի մակարդակն է այսպիսին։ Պետք է ասեմ, որ այս ընտրությունները տարբերվում են նախորդներից նաև նրանով, այո, դուք ճիշտ նշեցիք, որ կոշտ հայտարարություններ են հնչում պարբերաբար, ագրեսիայի է դա վերածվում, ոչ միայն քաղաքական ուժերի միջև, այլ նաև հասարակության հետ են նաև այդ բառամթերքով խոսում, ինչը հատուկ է երևի թե բոլոր քաղաքական համակարգներին, որտեղ շատ ավելի շատ պոպուլիզմն է գերիշխում։ Ես պետք է ասեմ, որ այս ընտրություններին ավելի շատ պոպուլիստական հայտարարություններ ենք լսում, ավելի շատ պոպուլիզմին ձգտող թեզեր են քննարկվում եւ բովանդակային քննարկումն է ամբողջությամբ դուրս մնում։ Հասարակության ուշադրությունը հրավիրելը շատ բարդ է, որովհետև գրեթե ամեն ինչ կիրառվել է եւ ասվել է։ Դրա համար այսօր քաղաքական ուժերը նաեւ պայքարում են հենց այդ ուղղությամբ, որպեսզի կարողանան ամբողջությամբ հանրույթի ուշադրությունը հրավիրել եւ միակ կարեւոր բանը այն է մնում, որ ոչ թե մակերեսային քննարկումներ դրվեն հանրույթի առջև, այլ ամենակարևորը
ծրագրեր, ուղերձներ լինեն, որոնք ուղղված կլինեն եւ դրանով փոփոխություն կբերեն։ Ցավոք սրտի այսօր դեռ բովանդակային քննարկում մենք չունենք։ Այսօր միմյանց նկատմամբ ցեղ շպրտելու տեխնոլոգիան է ավելի շատ աշխատում, որը չի բերում կարևորագույն հենակետի այն առումով, որ մարդիկ խճճվել են տեղեկատվական հոսքում եւ չեն հասկանում ով է ճիշտ եւ ով է սխալ, որովհետեւ տեղեկատվական հոսքը նաեւ իր հետ բերում է ապատեղեկատվություն եւ այս ապատեղեկատվությունը նաեւ փոխում է մարդկանց մտածողությունը եւ վստահությունը եւ այսօր նաեւ հասարակությունը վստահության ճգնաժամի առջեւ է կանգնած։ Դրա համար քաղաքական ուժերը բավական մեծ անելիք ունեն այդ առումով։ Եթե հնարքներին անդրադառնամ, բավական հետաքրքիր հնարք կիրառվեց մի փոքր քաղաքական ուժի կողմից, բոլորին դեմ եմ, որը ըստ էության փոխել է իր ամբողջ ուղեծիրը եւ փորձում է այնպես հանդես գալ փոքր ռեսուրսներով, հասկանում ենք արդեն, որ ֆինանսական ռեսուրսներ էլ չկան, բայց նրանք փորձում են ինչ-որ հետաքրքիր ձևով մոտենալ խնդրին, որովհետեւ շատ լավ հասկանում են, որ ընտրողների, հատկապես փոփոխություն բերողների հատվածը նաեւ երիտասարդությունն է եւ երիտասարդները այսօր չկողմնորոշված հանրույթի մեջ են գտնվում, որովհետեւ մենք բավական շատ տոկոսային հարաբերությամբ ունենք չկողմնորոշված ընտրողներ, բայց մյուս կառույցների տեսանկյունից եթե նայենք, ապա կհասկանանք, որ դասական քարոզարշավ է ընթանում շատերի մոտ շատ այսպես դասական ձևերով, մի քանի կուսակցություններ են աչքի ընկնում, որովհետև երբ որ կա բանավեճ եւ մակերեսային բանավեճ, բնականաբար մի քանի կողմ են կարողանում հանդես գալ այդ բանավեճում եւ այդ բանավեճում բնականաբար կարող են երևալ այն ուժերը, որոնք շատ ավելի մեծ ռեսուրս ունեն եւ մարդկային առումով եւ ֆինանսական առումով, որը հնարավորություն կտա ուղերձները, տեղեկատվությունը, խորհրդանշական այն բոլոր խոսույթը հասցնել հանրույթին։ Հույս ունեմ, որ ինչ որ կետում քաղաքական ուժերը կանգ կառնեն եւ իսկապես կմտածեն հասարակության մասին եւ կկարողանան հասարակությանը համախմբման կոչերով հանդես գալ եւ ոչ թե տանել ամբողջությամբ բաժանման։ Նախընտրական կարգախոսների եւ ծրագրերի պաստառների վերաբերյալ ինչ դիտարկումներ ունեք, որքանով են դրանք թիրախային։ Հաշվի առնելով Հայաստանում բևեռացված իրավիճակը, բնականաբար եւ անվտանգային անորոշ իրավիճակը, բնականաբար շատ քաղաքական ուժեր իրենց կարգախոսներում փորձել են կայունությանը անդրադառնալ, արդարությանը անդրադառնալ, որովհետեւ այսօր սոցիալական արդարության հաղթահարման լուրջ խնդիր ունենք, անվտանգությանը անդրադառնալ, այսինքն հիմնականում այս խոսույթի տիրույթում է, որովհետեւ հասարակությունը կարիք ունի մի կողմից համախմբման եւ համատեղ ծրագրեր իրականացնելու, մյուս կողմից պետք է իսկապես հասկանա դեպի ուր ենք գնում եւ որն է ավելի անվտանգ Հայաստանի համար, որ մոտեցումն ենք ընտրելու, արդյոք հավասարակշռված դիվանագիտությունն է գործելու, թե միակողմանի եւ սևեռված դիվանագիտության կողմնակիցներ կլինեն, բայց ամեն դեպքում այստեղ ուղերձներում յուրաքանչյուր քաղաքական ուժ որոշակի առումով հաշվի առնելով նաեւ իր անցած ուղին փորձել է այդ դիտարկումը անել։ Պաստառները բնականաբար շատ տեղերում ընդամենը 3 ուժի պաստառներ են, որ ամբողջությամբ փակել են ամբողջ Հայաստանի տարածքում, սա եւս ֆինանսական ռեսուրսի խնդիր է հավանաբար եւ դա է հնարավորություն տալիս գնելու համապատասխան տեղերը եւ գովազդային որոշակի գործառույթ իրականացնելու։ Ըստ էության յուրաքանչյուրը եւ գույնն է մտածել, եւ ձևն է մտածել, եւ սիմվոլներն են մտածել, բայց պետք է ասեմ, որ նաեւ սիմվոլիկան որոշակի առումով կենցաղայնացվել է ավելի մարդկանց, գիտեք, հաճախ նաեւ այս բախումը կա, որտեղ դու կարող ես օրինակ սիրտ ցույց տալ քո կարգախոսում եւ քո պաստառներում, բայց դու կարող ես ագրեսիվ խոսույթով հանդես գալ, սրանք որևէ կերպ իրար հետ համաձայնեցված չեն լինում եւ հասարակությունը հենց այս առումով էլ կարծես թե խառնաշփոթ իրավիճակում է։
հայտնվում ու դրա համար պետք է մտածեն քաղաքական ուժերը այնպիսի կարգախոսներ ընտրել, որպիսի խոսքը եւ գործը իսկապես համընկնի եւ մարդու մոտ վստահություն առաջացնի։ Իսկ մեր իրականությունը հաշվի առնելով նախընտրական ծրագրերը որքանով են հետաքրքրում քաղաքացիներին։ Իհարկե սա հասկանում եմ, որ ինչ-որ հարցման թեմա է, բայց ձեր դիտարկումներով։ Գիտեք, գոնե այն շրջապատում, որտեղ ես գտնվում եմ, փորձագիտական, կրթված մարդկանց, մտավորականների շրջանում, իհարկե բոլորի մոտ այդ խնդիրը կա, բայց ես պետք է ասեմ, որ վերջերս նաև պարբերաբար մարզերում եմ լինում, որովհետև ինքս նաև դասավանդում եմ, փորձում եմ վերապատրաստել վստահված անձանց դիտորդներին եւ այդ ընթացքում փորձում եմ նաև ֆոկուս խմբով տեսնել, թե ինչ է կատարվում։ Մարդիկ իսկապես կարիք ունեն կարդալու եւ տեսնելու, ով ինչ ծրագրով է հանդես գալիս, բայց աղմուկը այնքան շատ է տեղեկատվական, որ ժամանակ չի մնում եւ մարդիկ սկսում են նետված թեզերը ուղակի քննարկել։ Իսկ այս առումով մենք նաեւ ավելի շատ բևեռացնելու ենք հասարակությանը եւ ելի բաժանումներ են լինելու դրա համար կարծում եմ որ յուրաքանչյուր պահի յուրաքանչյուր ձևով շատ կարեւոր կլինի որ քաղաքական ուժերը իսկապես բովանդակային քննարկման գնան եւ իրենց ծրագրերով փորձեն իրենց գաղափարախոսությամբ փորձեն նաեւ գրավել ընտրողին։ Շատ շնորհակալ եմ ձեզ հետաքրքիր զրույցի համար։ Հայաստանում անցկացվելիք ընտրություններն ըստ տարբեր գնահատականների համարվում են Հայաստանի ամենադժվար ընտրություններից մեկը։ Շվեդական Blank Spot հրատարակության լրագրողները հայաստանյան ընտրությունների համատեքստում Կրեմլի կողմից կիրառվող միջոցների վերաբերյալ հրապարակում են կատարել։ Փաստաթուղթը հստակ ցույց է տալիս, որ ռուսական ազդեցությունը ոչ այնքան դասական իմաստով քարոզչություն է, որքան սոցիալական ինժեներիա, որը ստեղծում է անվստահություն եւ բևեռացում հասարակության մեջ։ Հայաստանը վաղուց համարվում է Ռուսաստանի ամենահավատարիմ դաշնակիցներից մեկը Կովկասում։ Ընդամենը 5 տարի առաջ Կրեմլը կհայտարարի Եվրոպամետ կուրս։ Սակայն երբ Մոսկվան չկարողացավ ռազմական օգնություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի հետ հակամարտության ժամանակ, պարզվեց, որ այլընտրանք չկար։ Ապրիլին Հայաստանի վարչապետը կրկին հիշեցրեց Ռուսաստանի ղեկավարին արտաքին քաղաքականության փոփոխության պատճառները։ Մենք դեռ չենք կարողանում բացատրել մեր ժողովրդին, մեր քաղաքացիներին, թե ինչու ՀԱՊԿ չարձագանքեց չնայած հավաքական անվտանգության պայմանագրի համաձայն կրած պարտավորություններին։ Պուտինը հայտարարել է, որ Մոսկվան ավելի հանգիստ մոտեցում է ցուցաբերում Հայաստանի Եվրամիության ինտեգրման վերաբերյալ քննարկումներին։ Միևնույն ժամանակ Ռուսաստանը արդեն սահմանափակումներ է դրել հայկական ջրի եւ կոնյակի ներմուծման վրա եւ զգուշացրել գազի մատակարարման հետ կապված հնարավոր խնդիրների մասին։ Հատկապես կոշտ արձագանք առաջացրեց Հայաստանում հիբրիդային սպառնալիքներին հակազդելու համար եվրոպական առաքելության ստեղծումը։ Վիեննայում անցկացված Եվրատեսիլ 70-րդ երգի հեղինակավոր մրցույթի երկրորդ եզրափակիչը հաղթահարեց 10 երկիր։ Հայաստանի պատվիրակ Սիմոնը չընդգրկվեց երեկոյի լավագույն տասնյակում եզրափակիչ անցնելու համար։ Հայաստանից բացի երկրորդ կիսաեզրափակիչը չհաղթահարեցին նաև Ադրբեջանը, Լյուքսեմբուրգը, Շվեյցարիան, Լատվիան։ Ելույթ ունեցան նաև մեծ քառյակի անդամներ Միացյալ Թագավորությունը եւ Ֆրանսիան։ Մեծ քառյակի երկրներն առանց քվեարկության են անցնում եզրափակիչ փուլ, քանի որ մրցույթի հիմնադիրներից են։ Մրցույթի եզրափակիչը տեղի կունենա մայիսի 16-ին։ Այս թողարկման համար նախատեսել էինք այսքանը։ Հետևեք մեզ ՎՏՀ Հայաստան Նյուզի Facebook-յան եւ YouTube-յան հարթակներում, որպեսզի բաց չթողնեք օրվա կարևոր նորությունները։